Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների գործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագիրը Digitech տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսին ներկայացրեց 3 առ, վերացում, վերօգտագործում, վերամշակում հայեցակարգով արտահայտված թափոնների կանխարգելման և կառավարման սկզբունքները, նաև հայտարարեց նախադպրոցական տարիքի երեխաների համար թափոնների տարանջատման, վերամշակման և վտանգավոր թափոնների կրթական ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագիրը նախատեսված է 4-ից 6 տարեկան երեխաների համար։ Վաղ տարիքից երեխաների պետք է սովորեցնել ինչպես տեսակավորել և վերամշակել թափոնները։ Դա միջոց է շրջակա միջավայրի կայունության և թափոնների կանխարգելման, թափոնների պատշաճ կառավարման համար։ Վաղ տարիքում կայուն վերաբերմունքի և վարքագծի ներդրման կարևորությունը հիմնավորված է, որը նպաստում է ապագայում պատասխանատու քաղաքացի դառնալուն։ Խաղի միջոցով սովորելը ակտիվ ներգրավվածություն է ապահովում, նաև հնարավորություն է տալիս ավելի արագ սովորել։ Digitech Expo տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսին ներկային նաև նորարարական դրամաշնորհային քաղաքային թափոնների կառավարման համար ծրագրի հաղթողները։ Դրամաշնորհները վճարվել են Եվրամիության միջոցներից։ Նպատակն է ուժեղացնել վտանգավոր թափոնների քաղաքային կառավարումը Երևանի, Վարշավայի և Տիրանայի հետ գործակցության միջոցով, խթանելով գործընկերների միջև գիտելիքների փոխանակումը, քաղաքացիների ավելի մեծ մասնակցությունը, ներդնելով վտանգավոր թափոնների կառավարման առկա լավագույն փորձը։ Ներկայացնում ենք Մաքուր քաղաք նախագիծը, որը իրենից ներկայացնում է վեբ և մոբայլ հավելվածներ, որի օգնությամբ կարողանալու ենք համակարգել աղբահավաքման process-ը, որը իրական ժամանակում ցույց է տալու մոբայլ հավելվածի մեջ, թե ինչ երթուղով են վարորդները շարժվելու և որտեղից ինչ աղբ են հավաքելու, ու նաև հետևողների, վերահսկողների համար կարողանալու են տեսնել, թե ինչքան արդյունավետ է ամեն ինչ կատարվել։ Մենք ներկայացնում ենք Waste Monsters խաղը, որը ներկայացրել էինք ենթադրամաշնորհային այս ծրագրի շրջանակում ու շահեցինք։ Այն խաղ հավելված է, որը նախատեսված է 10-ից 13 տարեկան երեխաների համար ու միտված է սովորեցնել ինչպես ճիշտ դասակարգել աղբը, ինչպես տեսակավորել, որոնք են վերամշակվող թափոնները, որը կարելի է վերաօգտագործել։ Այս ենթադրամաշնորհային ծրագիրը նպաստում է քաղաքային և վտանգավոր կենցաղային թափոնների կառավարման ոլորտում նորարարությունների և խելացի լուծումների ներդրմանը։ Ծրագրերի արժեքները տատանվում են 25,000-ից 45,000 եվրոյի սահմաններում։ Այս ծրագրով մենք այս տարի սպասում ենք և արդեն կարելի է ասել մատակարարվող փուլում են գտնվում նոր տեսակավորման արկղեր, որոնք պետք է տեղադրվեն Երևան քաղաքում, նախատեսված պլաստիկի, ապակու, ալյումինի նոր տեսակի վերամշակման համար նախատեսված արկղեր լինելու և թղթի թափոնամաններ։ Ապակու համար նույնպես նախատեսված են թափոնամաններ, որոնք լինելու են կանաչ գույնի և տարբերվելու են ներկայիս տեղադրված բակերում և Երևան քաղաքի փողոցներում տեղադրված տեսակավորման համար արկղերից։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և նշված մայրաքաղաքների քաղաքապետարանների կողմից։ Լուսինե Գրիգորյան, Գոռ Հովհաննիսյան, Free News, Ազատ լուրեր։